Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, միջոցառումն անցկացվել է Էրմիտաժ թանգարանային համալիրում։ Ողջույնի խոսք է հղել Ռուսաստանի ղեկավարը Վլադիմիր Պուտինը կարևորել է ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, հույս հայտնել, որ հաջորդ տարի ևս գործակցությունը բոլոր ոլորտներում կընդլայնվի։ Երկրների առաջնորդներն Էրմիտաժի տնօրենի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել ցուցանմուշներին։ Նրանք եղել են նաև Հայաստանի մշակույթի և արվեստի սրահում։ Ավելի վաղ վարչապետը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին դիմավորել է Ռուսաստանի նախագահը։ Նախ տեղի ունեցել նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը։ Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորմանը, ԵԱՏՄ հաջորդ տարվա բյուջեին, երրորդ երկրների հետ գործակցությանը վերաբերող հարցերին։ Նիկոլ Փաշինյանը ելույթում հաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ գործակցությանը ի նպաստ տարածաշրջանի տնտեսական կայունության և կայուն զարգացման։ Այս տարին հատկապես նշանակալից էր ԵԱՏՄ-ի միջազգային համագործակցության առումով։ Ընդլայնվում է փոխգործակցությունը հիմնական գործընկերների՝ Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մոնղոլիայի, Չինաստանի և Հնդկաստանի հետ։ Միաժամանակ բացվում են նոր շուկաներ, ինչն էլ նպաստում է արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացիային և ամրապնդում ԵԱՏՄ-ի դիրքերը համաշխարհային տնտեսությունում։ Այս համատեքստում իհարկե ողջունում ենք Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի համաձայնագրի մասին ստորագրումը։ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է նաև ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը կայուն հետաքրքրություն ցուցաբերող դիտորդ պետությունների հետ կառուցողական երկխոսության զարգացումը։ Ներքին շուկայի անխափան գործունեության ապահովումն ինտեգրման առաջնահերթ նպատակներից մեկն է։ Սա ենթադրում է խոչընդոտների հետևողական վերացում, կարգավորչական ընդարձակարգերի թվայնացում և պարզեցում, ինչպես նաև տնտեսական գործընթացի բոլոր մասնակիցների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծում։ Համոզված եմ, որ հանձնաժողովն անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ պետք է շարունակի լուծել զգայուն հարցերը փոխադարձաբար ընդունելի պայմանավորվածությունների մշակման միջոցով։ Թույլ տվեք ընդգծել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները փոխադարձության, իրավահավասարության, ինքնիշխանության և ազգային իրավազորությունների սկզբունքների հիման վրա։ Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխություններն ավելի լայն տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր հնարավորություններ են ստեղծում, նպաստելով տնտեսական կայունության ամրապնդմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։ Այս առումով գնահատանքս եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետության նախագահին Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու, ինչպես նաև երկկողմ մեկնարկի համար պայմաններ ստեղծելու որոշման համար։ Սա տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու առաջին նշանակալի նվաճումներից մեկն է։ Տավուշի Մարսկ իրանց գյուղ մեր երեխաները երջանիկ են։ Ազգային ժողովի նախագահն է տեսանյութ հրապարակել Facebook-յան էջում կից գրառմամբ. «Սա է իրական Հայաստանը, լավ դպրոց, անվտանգ սահմաններ և խաղաղություն»։ Դեկտեմբերի 20-ից 21-ը Հրազդան քաղաքում անցկացվել է Արցախից տեղահանվածներին օգնություն տրամադրելու մարդասիրական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառման շրջանակում աջակցություն է ստացել մոտ 400 ընտանիք, այդ թվում մինչև 3 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ։ Մանրամասները տեսանյութում։ Դեկտեմբերի 20-ից 21-ը Հրազդան քաղաքում անցկացվեց Արցախից տեղահանվածներին օգնություն տրամադրելու մարդասիրական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառման շրջանակում աջակցություն ստացավ շուրջ 400 ընտանիք, այդ թվում մինչև 3 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ։ Տեղահանվածները ստացան սննդամթերքի և հիգիենայի առաջին անհրաժեշտության հավաքածուներ, ինչպես նաև մանկական սննդով առանձին փաթեթներ։ Եվրասիա միջազգային կազմակերպության կամավորների թիմի ղեկավար Արամ Ղուկասյանի խոսքով ծրագրի մեկնարկը դեռ ամռանն էին տվել, արդեն իսկ 5500-ից ավելի ընտանիքներ ստացել են աջակցություն։ Առաջին հայացքից փոքր թվացող միգուցե օգնությունը շատ մեծ դեր ունի, շատ մեծ կարևորություն ունի։ Նախ շատ մեծ եւ ցավալի իրավիճակ է, երբ որ հասկանում ես, որ քաղաքացիները իրոք ունեն այս հումանիտար օգնության կարիքը, սա ձևական չի, ինչ որ բնույթ չի կրում, այլ իրոք քաղաքացիները ունեն սրա կարիքը, իրենք նույնպես դիմում են, մենք փորձում ենք հնարավորինս կերպով իրենց աջակցել եւ դրանից բացի նրանք հասկանում են, որ նրանք անտեսված չեն,
Առաջին հերթին նրանք հասկանում են, որ անտեսված չեն, որ նրանց մասին մտածող կա, նրանց հոգսերով անհանգստացողներ կան։ Հրազդանում ապրում եմ մոտավորապես 3 տարի։ Կամավորական ցանկացել եմ դառնալ, որպեսզի օգնեմ մարդկանց եւ նրանց ընտանիքներին։ 3 մոտավորապես 4 մեքենա մեծ դատարկել ենք այս տոպրակները։ Հրազդանում իրականացված մարտահրավերական ակցիան անցկացվել է Արցախից տեղահանվածների աջակցության լայնածավալ ծրագրի շրջանակում, որը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ծրագիրը կազմակերպել է ռուսական մարտահրավերական առաքելություն կազմակերպությունը Եվրասիայի հետ համատեղ։ Ռուսաստանը ձեզ հետ է ծրագրի շրջանակում, ինչպես նաև տեղական իշխանությունների ու կամավորների աջակցությամբ։ Առաջին հերթին մենք կենտրոնացնում ենք մեր ջանքերը, որպեսզի սնունդ եւ հիգիենայի պարագաներ տրամադրենք բազմազավակ ընտանիքներին, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին, ովքեր ռազմական գործողությունների հետևանքով զրկվել են կերակրողներից, վիրավորում ստացած անձանց ընտանիքներին, ինչպես նաև մանկասակ երեխաներ ունեցող ընտանիքներին եւ միայնակ թոշակառուներին։ Փաթեթի պարունակությունը բաղկացած է երկարաժամկետ պահպանման համար նախատեսված սննդից, կիսաֆաբրիկատներ, մակարոն, հացահատիկ, հիգիենայի պարագաներ եւ այլն։ Մանկական փաթեթում ռուսական արտադրության ապրանքներ են։ Պաշտպանության նախարարության աջակցությամբ մենք այդ ապրանքները հասցրեցինք Հայաստան։ Դրանք մանկական կերեր են, թխվածքաբլիթներ, շիլաներ, լուծվող թեյեր, ատամի խոզանակներ, անձեռոցիկներ, մանկասակ երեխաների համար հատուկ ատամի մածուկներ, քսուկներ։ Ունիվերսալ հավաքածու է, որն ընդհանուր առմամբ 4 հոգանոց ընտանիքին թույլ է տալիս 1 ամիս ապրել։ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներ շատ կան ինչպես Հրազդան քաղաքում, այնպես էլ հարակից գյուղերում ու քաղաքներում։ Աջակցության մասին սոցիալական ցանցից են իմացել, լրացրել իրենց անձնական տվյալներն ու հիմա եկել են այն ստանալու։ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների մեծ մասն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում։ Շեշտում են տրամադրվող օգնությունը իրենց համար խիստ անհրաժեշտ է։ Օնլայն եմ իմացել, դիմել եմ, փառքաստուծո գոհ եմ, շահառու եմ դարել, ու կուզեի այս ծրագիրը շարունակական լինի, չեմ ասում անմիջապես միշտ ես օգնեմ, այլ օգնում եմ մեր բոլոր Արցախի ժողովրդին։ Ես չեմ ուզում մեկը, որ ասենք բազմազավակ չի, 62 երեխա ու ավելի կարիքա իրան էլ հասնի, սաղին հասնի, որտեղ սաղ էլ դրա կարիքը զգում եմ։ Շնորհակալ ենք իհարկե ավելի մի քիչ մեղմելու, այս դժվարին իրավիճակին, ցանկացած էլ եմ ասում, ցանկացած օգնություն, ցանկացած միայն ամենաչնչին բանն էլ, որ ժողովրդի համար թվում է դա մի չնչին բան է, մեր համար իրոք էլի կողքից օգնությունն է, որ մի փոքր մեղմացնում է, մի փոքր ավելի թեթևացնում է մեր հոգսը։ Ռուսական մարտահրավերական առաքելությունն 2010 թվականից իրականացնում է մարտահրավերական, բժշկական եւ կրթական ծրագրեր աշխարհի տարբեր տարածաշրջաններում եւ 2020 թվականից համակարգված աջակցություն է ցուցաբերում Հայաստանի բնակչությանը։ Ծրագիրը մեկնարկել է հուլիսի 31-ին եւ իրականացվում է մի քանի փուլով ըստ պլանի մինչեւ դեկտեմբերի վերջ, սակայն որոշում է կայացվել շարունակել աջակցությունը 2026 թվականին նույնպես, իսկ մինչ այդ նրանց հաջորդ կանգառը կլինի Սյունիքի մարզը։ Այս տարվա ձմռան ամիսների համար կազմվել է ձնամաքրման, սանմաքրման աշխատանքների գործողությունների պլանը։ Միջոցառումների ցանկը իրազեկված են բոլոր պատասխանատու կառույցները։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետի խորհրդական Կամո Արենյանը։ Պարոն քաղաքապետ, այս պահի դրությամբ արկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են, բավարար չափով կուտակված են նաև Նոր-Նորք, Արաբկիր 2 կետում եւ Շենգավիթ 1 կետում համապատասխան աղ ու ավազի խառնուրդը։ Առաջի խմբականակը անհրաժեշտ պատրաստ է, դրացուցիչ ԵԱՍՄ հիմնարկը ներկրում է աղ եւ ավազ։ Այս հարցը եւս այս պահի դրությամբ անհրաժեշտ ռեսուրսի չափականակով պատրաստ է։ Պարոն քաղաքապետ, մենք ունեցել ենք միշտ քրոնիկ մի խնդիր։ Նա Երևանի ավականու 2009 թվականի Պարտադիր բարեկարգման կանոնների մասին ավականու որոշման կանոնների պահպանումն է, տնտեսվարող բոլոր սուբյեկտների կողմից, այն է, որ բոլորը պարտավոր են նաև ձմռան ամիսներին մաքրելու իրենց կցված սպասարկման տարածքը, մայթեր, հարակից տարածքներ։ Եվ մշտապես ձմռան նախապատրաստական աշխատանքների համատեքստում վարչական շրջանի ղեկավարները պետք է ծանուցեին այդ տնտեսվարողներին իրենց պարտականությունը կատարելու համար։ Մտահոգությունս այն է, պարոն քաղաքապետ, որ այս պահի դրությամբ նախնական վարչական շրջաններից վերցած ինֆորմացիայի համաձայն 9088 տնտեսվարողներից ծանուցում ստացել են 4156-ը։ Այս պահի դրությամբ 100%-ով ծանուցել է Քանաքեր Զեյթուն վարչական շրջանը, Նուբարաշենը
եւ Նորք Մարաշը 85-ից 80-ին։ Մնացածի մոտ գրեթե կիսով չափ ծանոթությունները իրականացված չեն։ Խնդրանքս է ձեզ, պարոն քաղաքապետ, հանձնարարական վարչական շրջանների ղեկավարներին այս կանոնների կատարումը պահպանելու համար ծանոթեն բոլոր տնտեսվարողներին եւ սահմանեն խստագույն հսկողություն բոլոր տեսակի օբյեկտների նկատմամբ եւ երկրորդը խիստ հսկողություն սահմանեն հենց այսօրվանից անկախ այն բանից անտեղումներ կան չկան մինուս ջերմաշան է գրանցվում գիշերը բոլոր ավտոլվացման կետերի նկատմամբ որոնք ջուրը բաց են թողնում փողոց գիշերը սարսակալում է եւ ստիպված է ԵԱՍՄ հիմնարկը բարեկային ծառայության հետ իրականացնելու այդտեղ լրացուցիչ աշխատանքներ։ Եվ այսպես Սանկտ Պետերբուրգում կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը, Ռուսաստանի ղեկավարն անդրադարձել է երկկողմ հարաբերությունների, նշել, որ դրանք զարգանում են, առևտրաշրջանառությունը կանոնավորվել է։ Նիկոլ Փաշինյանն էլ խոսել է տարածաշրջանի զարգացումներից, շնորհակալություն հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության գործընթացին աջակցելու համար։ Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, դրանք զարգանում են։ Մեր առևտրաշրջանառությունը կանոնավորվել է, երեկ մենք խոսել ենք դրա մասին։ Եթե 2024 թվականին այն գերազանցել է 11 միլիարդը, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին այն կազմել է 4.5 միլիարդ։ Սա նույնպես լավ ցուցանիշ է եւ մեզ հիմք է տալիս կարծելու, որ մոտ ապագայում մենք այն կավելացնենք։ Մենք նաև լավ ծրագրեր ունենք, արդեն քննարկել ենք էներգետիկան, այդ թվում ատոմային էներգետիկան։ Հիմա մանրամասների մեջ չենք մտնի, բայց կա քննարկելու, խոսելու հնարավորություն։ Լոգիստիկայի ոլորտի մասին նույնպես։ Մեր նախորդ հանդիպման ժամանակ դուք բարձրացրեցիք տարբեր հարցեր, որոնց վրա կարող ենք համատեղ աշխատել, այդ թվում հին երթուղիների վերականգնումը եւ նոր երթուղիների ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները։ Այսպիսով ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է ընթանում։ Իհարկե կան այլ հարցեր, որոնք մենք հիմա կքննարկենք։ Խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների հետագա զարգացման համար, եւ դա արդեն տեղի է ունեցել, քանի որ Ռուսաստանից գնացներն արդեն ուղևորվում են դեպի Հայաստան, Ադրբեջանի տարածքով, ինչը կարծում եմ իսկապես պատմական իրադարձություն է, եւ ինչպես արդեն նշեցիք, բացվում են նոր հնարավորություններ։ Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։ Ես մասնավորապես նկատի ունեմ Իջևանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի եւ Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ, բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։ Մենք ներկայում նաեւ շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ TRIP նախագծի իրականացման եւ կառուցման վերաբերյալ։ Սրանք իսկապես նշանակալի եւ բովանդակալից փոփոխություններ են մեր տարածաշրջանի համար։ Այստեղ կան նաեւ բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ։ Վարչապետը հանդիպել է նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպանը քննարկված հարցերին, Հայաստանի կառավարության առաջնահերթություններին, արտաքին քաղաքականությանը, տնտեսական զարգացման տեմպերին, իրական Հայաստանի գաղափարախոսությանը, տարածաշրջանում առևտրատնտեսական գործակցության ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին, TRIP նախագծին եւ այլ թեմաների։ Վերջում Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին։ Շարունակենք, Ավագանու նիստը թեժ է եղել, սուր բանավեճ է սկսվել, քաղաքապետ Ավագանու դիմադիր գործընկերներին զսպման կոչեր է արել։ Հանրային ձայն խմբակցությունից Արտակ Գալստյանի ելույթի ժամանակ վիճակը լարվել է։ Մայր Հայաստան խմբակցության պատգամավորները ոտքի են կանգնել ու բղավել։ Չափի մեջ, ասենք, այս չափը չի կարելի, այդքան տեղ չկա, շատ եք լոճվում, պարոն Իսկանդարյան, ձեզ նախազգուշացում, պարոն Իսկանդարյան, ձեզ նախազգուշացում, պարոն Հակոբյան, ու ձեզ նախազգուշացում, ու շարունակեք ոգևորվել, ժողովուրդ ջան, նախազգուշացումները կանցնեն այլ մակարդակներ, երբ որ ես ասում եմ շատ եք լոճվում, ուրեմն ճիշտ եմ ասում, որովհետև շատ եք լոճվել, հարգելի գործընկերներ, ու այս ձեր լայնքը հեսա կնեղացնենք, որովհետև դուք ձեր լեզվի այս ելևեջները, դուք մեկ-մեկ արդեն ոնց որ իրականում խառնում եք։ Մեր համեստությունը, մեր հանգստությունը, մեր զսպվածությունը իրականում խառնում եք շատ այլ բաների հետ։
Դրա համար եւս մեկ անգամ զգուշացնում եմ ձեզ բոլորիդ այս ռեպլիկներ անողներիդ, ապերավատ լնողներին, հեն ովքեր որ մտածում են, որ իրականում իրանց քուչում է լավ լռություն ասեցի, այսքան ժամանակ ինքնադրսևորվել եք, հիմա լռեք եւ ուշադիր լսեք։ Ջորջ ջան, ձեր չափերը ճանաչեք եւ սա ձեզ վերջին նախազգուշացումն է։ Սենց հանգիստ, տենց երկար տարել ենք, ինչքան չենք խոսացե, այդքան ավելի եք, ոնց որ տենց ինքներդ ձեզ ոգևորել եք, նստեք, պան Քոչարյան, նստեք, ասում եմ, նստեք եւ լսեք։ Ուրեմն սա ձեզ վերջին նախազգուշացումն է, սուս մնա։ Լավ, լրի նստի տեղդ, պան Գալստյան, ասեցի լրիր և նստի տեղդ, պան, չէ, Ժորժ ջան, դուք մի խառնվեք, նստեք, չէ, մի արձագանքեք, մի արձագանքեք, նստեք, վերջ։ Մինչև այդ ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ելույթում դիմել է Հանրապետություն եւ Հանրային ձայն խմբակցության անդամներին, ապա անդրադարձել ավականու որոշումներին։ Հանրապետություն ու Հանրային ձայն դուք լավ լսեք, էլի, որ կյանքում ինչ էլ անեք դուք, փորձեք լինել զորավոր, փորձեք լինել պինդ, մաքուր, որովհետև այլ տարբերակ ուղղակի չկա։ Կամ կաս, կամ չկաս, կամ դու ես քու քայլերի տերը, կամ տերին ես ծառայում։ Ու դուք այսօր ծառայում եք։ Երբ որ 1905 թվականին Իսահակյանը հայտնի գրությունը գրել էր, գրության մեջ կարծում եմ կամ Արեանը քիհիշի հստակ արձանագրվում էր, որ դժբախտաբար կյանքում երկու գույն կա սևը ու սպիտակը։ Մոխրագույնը չկա։ Ու ինքներդ ձեզ մի խաբեք, որ դուք մեջտեղն եք, դուք այսօր մրոտ եք, դուք այսօր սև եք։ Հիմա շարունակեմ, կապված այդ տուրքերի արտոնությունների հետ կապված, էլի, հատուկ սև մրոտների համար։ Ինչն է հետաքրքիր, կարմիր գծերի հետ կապված, լավ ձեր քաղաքական բարոյականությունը որտեղ է։ Գիտակցում եք, որ երկու դատական ատյանով կրվում եք, գիտակցում եք, որ մտել եք քաղաքացու գրպանը, շարունակում եք նույն պնդաճակատությամբ այդ գործը անել, նորմալ է, բասա։ Լավ ուրիշ ման ասեմ, այսօր բերել եք դուք, չզեկուցվողների տակ սղսնում եք, որ 80 միլիոն դրամ քաղաքացիներ, երբ որ դուք գուրքարկը վճարում եք, այս մարդիկ տալիս են հասարակական կարգին, որ մտնեն ձեզ տուգան են։ Քաղաքի բյուջեն հաստատվել է, իսկ քաղաքապետը դարձյալ անդրադարձել կառուցապատողներին, նշել, որ նրանք, որոնք նորմալ ցամցերով չեն կահավորի շինությունները, նրանց նկատմամբ խիստ պայմաններ կկիրառվեն։ Քաղաքային իշխանությունը հերթական զգուշացումից հետո հայտնում է, որ խստացվում են արտոնությունների տրման չափանիշներն այն կառուցապատողների նկատմամբ, որոնք խախտել են ավականու ընդունած կահավորման կանոնները, մասնավորապես հատուկ ցանցերի տեղադրման կանոնները եւ բարելավում են այն կառուցապատողների նկատմամբ, որոնք ցանցերն ու կահավորումը պատշաճ իրականացրել են։ Երևանի ավականու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ այս տարի գրեթե չկա կամ 1-2-ը, որոնք պատշաճ իրականացրել են կահավորումը։ Իրենք ժամկետի երկարաձգման այլ արտոնություններ կստանան, ավելի արտոնյալ պայմաններ, մնացած բոլորը ոչ։ Նոր Հայաստանում նոր առաջնորդների ժամանակն է։ Այս մասին Երևանում ընթացող մեր ձևով շարժման հաշվետու ժողովում հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Ելույթի սկզբում Կարապետյանը նշել է, որ լիքը դահլիճը տպավորիչ տեսարան է եւ սելֆի է արել դահլիճի ֆոնին։ Նա նաեւ առաջարկել է փակել աչքերն ու պատկերացնել մի Հայաստան, որտեղ ամեն օր չեն խոսում պատերազմի մասին, որտեղ հաղթահարված է աղքատությունը, իսկ աշխատող մարդն իր աշխատավարձով կարող է արժանապատիվ ապահովել ընտանիքը։ Մենք մի բան պետք է անենք, խոստանում եմ, միավորվում ենք, աշխատում ենք այս տարի և դուռ ենք բացում դեպի այդ Հայաստան։ 6 ամիս առաջ մեկնարկեց, հայտարարվեց մեր շարժման սկզբի մասին, Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Այս ժամանակահատվածում մեզ միացել է
15,000 կամավոր այսօրվա դրությամբ։ Ես կարող եմ հաստատ հայտարարել, որ շարժումը Հայաստանում ամենաարագ աճող շարժումն է, եւ մենք կարող ենք վստահ լինել, որ այս տեմպով մենք մեր հասարակությունում կշրջենք հասարակության մեջ պարտությունների անիվը։ Ներողություն եմ ուզում խնդրել կամավորներին, այն միացած կամավորներին, ում հետ դեռ կապ չեն կարողացել հաստատել, որովհետև շատ են դիմողները, հարյուրավոր մարդիկ ամեն օր դիմում են, անպայման կապ կհաստատվի եւ աշխատանքը իրար հետ կսկսենք շարունակենք։ Նաեւ կուզենայի մի շատ կարևոր բանի մասին խոսեի, որ ինչի համար են այս մարդիկ մեզ միանում։ Մեր երկիրը մեծ ներուժ ունեցող երկիր է։ Հայ ժողովուրդը տարածաշրջանի ամենագործունյա ազգն է։ Տարածաշրջանի ամենալավ ձեռներեցները, ամենագործունյա մարդիկ մեր ազգի ներկայացուցիչներն են։ Եվ չի կարող մեր ժողովուրդը ունենալ 20% գործազրկություն, 20% աղքատություն։ Չի կարող մեր երկրում ամեն 5-րդը լինել աղքատ։ Եվ այսպես ԱՄՆ նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին անձնական մակագրությամբ նվեր է փոխանցել ի նշան բարձր գնահատանքի։ Դոնալդ Թրամփն առանձնակի ընդգծել է նաև Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունն ու նրա նշանակալի դերակատարությունը հաստատված խաղաղության գործընթացում։ Այս մասին նա հայտնել է դեսպան Նարեկ Մկրտչյանի հետ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ։ Նորանշանակ դեսպանների համար կազմակերպված միջոցառման կայացած հանդիպմանը Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Թրամփին Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած հետևողական ջանքերի, նաև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված պատմական համաձայնության եւ ստորագրված փաստաթղթերի համար։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է հայ ժողովրդին, ընդգծելով, որ վերջինս արժանի է կայուն խաղաղության եւ վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը խաղաղության ուղղված գործընթացներին։ Ազգային ժողովի ընտրությունների օրը հայտնի է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ասել է, որ ըստ սահմանադրության խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն հունիսի 2-ից 12-ն ընկած միջակայքում։ Տարեկան ամփոփիչ ասուլիսում Վահագն Հովակիմյանն ասել է, որ օրը նշանակվում է նախագահի հրամանագրով։ Նախագահի հրամանագիրը դեռ չկա, բայց բոլոր ընտրությունների հստակ օրն արձանագրած, այսպես ասած, ընթանում են առաջ։ Այդ օրն է հունիսի 7-ը, քանի որ նշված ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է։ Եթե նախագահը այլ աշխատանքային օր նշանակի, շղթայական իրավական կարգավորումների անհրաժեշտություն կառաջանա, այդ թվում աշխատանքային օրերից մեկը ոչ աշխատանքային հայտարարելու։ Աշնանն էլ 46 համայնքում սպասվում են թիմ ընտրություններ, 3 օր են սահմանել՝ սեպտեմբերի, հոկտեմբերի ու նոյեմբերի վերջին կիրակիները։ Եթե նայենք սահմանադրության կարգավորումներով, ըստ էության այն ժամկետը, որը որ ենթադրում է ընտրությունները, դա եկող տարվա հունիսի 2-ից 12 միջակայքն է։ Սահմանադրության, այսինքն այդ 10-օրյակն է, որը պիտի ընտրություններ տեղի ունենան։ Գիտեք, որ ընտրությունները նշանակում են նախագահը, այսինքն նախագահի հրամանագիրը դեռևս չի եղել։ Բայց բոլորը ընտրությունների օրը, կարելի ասել, այսպես արդեն տեսակ չակերտավոր, բայց արձանագրած ընթանում են առաջ, որ այն է, որ հունիսի 7։ Ինչով է դա պայման, որտեղ այդ իմ նշած ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է։ Այսինքն, եթե նախագահ այլ օր, որոշի այլ օր նշանակի, այստեղ կրկին այլ, այսպես ասենք, իրավական հետևանքներ, այսինքն պիտի միատել կառավարի, որտեղ եթե, ասենք, այդ կիրակին չնշանակի, աշխատանքային օր նշանակի, այնտեղ ոչ աշխատանքային օր հայտարարելու խնդիր կառաջանա, պատկերացրեք, չէ՞, այսինքն շղթայական նոր, այսպես, իրավական կարգավորումների անհրաժեշտություններ կառաջանան, դա համար չէ։ Նախագահի լիազորությունն է այդ 10-օրյա ժամկետում նշանակել ընտրության օրը։ Հասկանում։ Ուղղակի բոլորը գիտեն, քանի որ մեզ մոտ ընդունված է, որ օրինակ երբ որ թիմ ընտրությունների հետ է կապված, ընտրական օրենսգիրքը ասում է օրինակ այս ժամկետի վերջին կիրակի օրը, օրինակ
այնտեղ կտեսնեք ընտրական օրենսգիրքում մեկտեղ այդպիսի կարգավորում կա։ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում նման, այսպես ասենք, պահանջ գոյություն չունի, բայց լրելային բոլորը գիտեն, որ բնականաբար դա պիտի լինի կիրակի օր։ Սա ես պարզաբանում չեմ համար, թե ինչից է այսպես ստեղծվել այդ տպավորությունը, միանգամից ու տրամաբանական տպավորությունը, որ հունիսի 7-ը պետք է լինի։ Բայց կրկնում եմ, նախագահը, երբ որ կնշանակի, այդ ժամանակ նոր մենք ունենանք պաշտոնապես նշանակված ընտրություններ։ Մոնիտորինգի եւ վերահսկողության մի շարք գործիքներ ենք մենք կիրառելու։ Սա ինչի համար եմ ասում, որովհետև քարոզարշավի եւ ընդհանրապես ընտրական գործընթացների ֆինանսական թափանցիկության եւ ֆինանսավորման օրինականության գործընթացը ավելի պատշաճ եւ ժամանակակից գործիքակազմերի կիրառմամբ իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մոնիտորինգային ծրագրեր է կիրառելու, որոնք հնարավորություն կտան մեզ, ասենք, համացանցում տեղի ունեցող գործընթաց քարոզչությունը ավելի փաստարկված եւ հնարավորինս ընդգրկուն ծավալներով դիտարկել մոնիտորինգի ենթարկել։ Շարունակենք, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է Պետեկամուտների կոմիտեի նախկին բարձրաստիճան պաշտոնյա։ Հակակոռուպցիոն կոմիտեն է հայտնել, բայց շատ մանրամասներ չի ներկայացրել, ելնելով նախաքննության շահերից։ Նշեմ, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի ձերբակալվածը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանն է։ Ձորակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության նախկին տնօրենը խոշոր չափի կաշառք է ստացել ու անցել պաշտոնեական լիազորությունները։ Հակակոռուպցիոն դատարանի 2025-ի դեկտեմբերի 18-ի մեղադրական վերդիկտով նա մեղավոր է ճանաչվել։ Նախկին տնօրենը կենտրոնի խնամարկյալ ԱԹ-ին պատկանող բնակարանի մասնաբաժինը վաճառելու համար լիազորագիր տրամադրելու նպատակով խնամարկյալի հարազատներից պահանջել է $6000 կաշառք, պայմանավորվելով 2000-ը ստանալ մինչև լիազորագրի տրամադրումը, մնացածը բնակարանը վաճառելուց հետո։ Առանց խնամակալության եւ հոգաբարձուների մարմնի համապատասխան թույլտվության 2 տարի ժամկետով տվել է լիազորագիր, լիազորելով կենտրոնի շահառուի հորաքրոջը հանդես գալ որպես կենտրոնի շահառուի շահերի ներկայացուցիչ։ Կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր 12,63,000 դրամով, որի 2/3-ը մասնաբաժինը չի հատկացվել կենտրոնի շահառուին կամ կենտրոնին։ Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատախազությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ առուվաճառքի պայմանագիրն առ ոչինչ ճանաչելու ուղղությամբ։ Եվ այսպես այս կիրակի վարչապետը կմասնակցի պատարագի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։ Նա հավելել է, որ այդ մասին հավելյալ հայտարարություն կանի։ Վարչապետը խոսել է նաև պետական մարմիններում աշխատավարձերի մասին, պատասխանել խոշոր պարգևավճարների վերաբերյալ հարցին։ Պատարագի պատրաստվում եմ մասնակցել Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում, դրա մասին լրացուցիչ հայտարարություն կարող եմ կանեմ, բայց արդեն արեցի, սովորաբար ուրիշ ֆորմատով եմ անում, երևի այդ ֆորմատով էլ կանեմ։ Մենք այս տարվանից, այսինքն 2025 թվականից, այո, ներդրում ենք արդյունքի վրա աշխատանքի գնահատման համակարգ, եւ մենք նաեւ հրաժարվում ենք պետական կառավարման այն համակարգից, երբ որ բոլորը համատարած ստանում են նույն դրույքաչափերը։ Սա կառավարելիությունը նվազեցնում է եւ մյուս կողմից մոտիվացիաները նույնպես նվազեցնում է։ Երբ որ մարդը, ով որ ավելի շատ ջանք է գործադրել, ավելի շատ արդյունք է արձանագրել, ստանում է նույն չափի վարձատրություն,
համեմատ մյուսի, ով որ այդքան էլ ջանասեր չի գտնվել, եւ սա նաեւ քանի որ քաղաքական պատասխանատվությունը ղեկավարների վրա է, ղեկավարների ուսերին է, ղեկավարներին էլ մոտիվացիոն ճիշտ համակարգեր ստեղծելու խոչընդոտներ է ստեղծում եւ մենք պիլոտային համակարգ ենք ներդնել եւ մենք կարծում ենք, որ պետական կառավարման համակարգը այո, արդեն հասել է այդ կետին, որ պետք է նախ վարձատրությունները պետք է պետական համակարգում լինեն մրցունակ մասնավորի հետ, հակառակ դեպքում մենք նոր էլ խոսեցի, չգիտեմ հետևում եք կառավարության նիստին թե չէ, եթե մենք ասում ենք 2017 թվի համեմատ պետական բյուջեի եկամտային մասը 130% ավելացել է, այդ նշանակում է պետական կառավարման համակարգը 130%-ով ավելի շատ ջանք է ներդնում նախ այդ արդյունքը արձանագրելու համար, բայց բյուջեն հավաքելուց հետո նաև արդյունավետ ծախսման խնդիր կա։ Եվ մենք պետք է այնպես անենք, որ ավելի ու ավելի պրոֆեսիոնալ դառնալու մղումը ճիշտ մոտիվներ գործեն պետական կառավարման համակարգում։ Նախ դրսից ոչ միայն պետական համակարգից լինի հոսք դեպի մասնավոր հատված, այլ մասնավոր հատվածից դեպի պետական հատված։ Դրա համար պետք է վարձատրությունների գոնե համեմատելի հնարավորություն լինի եւ երկրորդից համակարգի կարևոր առանձնահատկությունը։ Մենք լրացուցիչ վարձատրության մեջ դրել ենք պարտադիր պայման, որ լրացուցիչ վարձատրություն ստացողը դրա որոշակի տոկոսը, եթե չեմ սխալվում 10%-ը, պետքա ծախսի իր կրթական եւ պրոֆեսիոնալ հատկությունները զարգացնելու ուղղությամբ, այսինքն պետքա ինչ որ դասընթացների մասնակցի իր կրթության վրա պետքա ներդրում անի եւ ես կարծում եմ, որ մեր պետությունը հասել այն կետին, որ մենք այսպիսի ներդրում պետքա անենք պետական կառավարման համակարգի հետ եւ ամբողջ բուրգով այդ համակարգը ներդրվում է, սա նաեւ պետության դերը նշանակությունը եւ պետությունը զարգացնելու եւ ուժեղացնելու մեր ռազմավարությունների շրջանակը։ Առողջապահության նախարարը ներկայացրել է համընդհանուր ապահովագրական փաթեթը ձևավորելու, փոփոխություններ եւ լրացումներ իրականացնելու կարգը, դրանում ընդգրկված հատուցման ենթակա բուժօգնության եւ սպասարկման ծառայությունների ցանկերը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Ըստ նախարարի սահմանվել են նաեւ դեղորայքի ցանկերը, թե ինչից կարող են օգտվել քաղաքացիները։ Անահիտ Ավանեսյանը դարձյալ ներկայացրել է այն խմբերը, որոնք առաջին փուլով են ընդգրկվելու համակարգում։ Մինչև 18 տարեկանները, 65 տարեկանից բարձր քաղաքացիները, 200,000 դրամից ավելի ստացողները, հաշմանդամության կարգ ունեցողները, սոցիալական անապահովության համակարգում ընդգրկվածները, զոհված ինձեռայողների ընտանիքները, ընդհանուր 1,600,000 մարդ։ Նիկոլ Փաշինյանը դիմել է հանրությանը, կոչ արել հունվարի 1-ից չգրոհել բուժկենտրոնները, սև ուրբաթ չէ, համակարգը միշտ գործելու է։ Սիրելի 1,600,000 հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Չէ, հիվանդանալը ուրիշ խնդիր է, բայց չգրոհել, ուղղակի որովհետև գրոհը հիվանդության մասին չի, հիվանդանալ չհիվանդանալու մասին չի, բայց մեր փորձը ինչ է ցույց տալիս։ Մեր փորձը ցույց է տալիս, որ սովորական պայմաններում, երբ որ մարդը, գիտեք ինչ, 21-րդ այսօր տեխնիկան այնքան է զարգացել, ասում եմ, ում ուզում եք բերեք։ Ես երաշխավորում եմ, որ հիմա MRT, KT, չգիտեմ ինչ եւ այլն, կգտնենք անպայման մի բան, որը պետքա բուժել։ Բացառված է, որ տենց դեպք ունենանք, որ չգտնենք որևէ բան, որը բուժելու անհրաժեշտություն չկա։ Հիմա եւ մեր առողջության ապահովագրության համակարգը դրա մասին է, որ պետքա ստուգումներ լինեն ամեն տարի եւ այլն, եւ դա ճիշտ ճանապարհ է, որ MRT-ով մենք միջև բջջային մակարդակ գնանք եւ կանխենք այնտեղ, որպեսզի այս փուլում կանխելու համար կարող է մեզ պետք լինի ծախսել 10,000 դրամ, իսկ ամեն հաջորդ փուլում այդ խնդրի հետ առնչվելիս պետական ծախսն է ավելանալու եւ մարդու առողջության վիճակն էլ վատանալու է, բայց ելի եմ ասում, պետք չի հունվարի 1-ից գրող ձեռնարկել առողջապահական համակարգի վրա, որովհետեւ ոչ բժշկական կենտրոններն են փախնելու, ոչ կառավարությունն է փախնելու, ոչ պոլիկլինիկաներն են փախնելու եւ պետքա կառավարել։ Սա ինչի համար եմ ասում,
Օրինակ, էդ էլ պետք է հասկանալ, որ առողջության ապահովագրության համակարգը ինքը կառավարման անհրաժեշտություն ունի։ Եթե համակարգը գնահատելու է, եթե այս մարդու վիրահատությունը, եթե մենք անենք 3 ամիս հետո իր առողջությանը անվերականգնելի վնաս չի պատճառվի, այդ վիրահատությունը լինելու է ոչ թե այսօր, այլ 3 ամիս հետո, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում տվյալ բուժառուին այսօր օգնենք, այլ այսօր կան ուրիշ մարդիկ, որոնց վիրահատությունը այսօր չանելը իրանց առողջության համար կառաջացնի անվերականգնելի հետևանքներ։ Եվ հետևաբար ես ուզում եմ ասել, որ շատ կարևոր է, որ հանրությունը նույնպես, ոչ միայն կառավարությունը, հանրությունը նույնպես նոր ձևավորվող համակարգի նկատմամբ ունենա նույն վերաբերմունքը, դա իրանն է, դա կառավարությանը չի։ Այս համակարգը, որ մենք ներդնում ենք, դա կառավարությանը չի, դա քաղաքացիներինն է։ Եվ հետևաբար պետք է նաև որոշակի ըմբռնում ձևավորվի։ Հաջորդը, հիմա ես համոզված եմ, ինչի եմ ասում, ցանկացած էլի իմ համոզմունքը, բարեփոխումը միջև չհանդիպի իր խնդրին, ինքը կենթանություն չի ստանալու։ Ելնելու են խնդիրներ, աշխատանքային, կազմակերպչական, տեխնիկական եւ այլն եւ այլն։ Հիմա սոցիալական ցանցերում փոթորիկներ մեծ հավանականությամբ չեն լինի ավելի լավ, բայց համոզված եմ, որ առիթ կօգտագործեն նաև, որ դա ապոկալիպսիս չի։ Ես հավաստիացնում եմ։ Այն բանը, որ այսինչ կայքը 10 վայրկյան ուշ բացեց, դա չի նշանակում, որ երկիրը կործանվում է, դա չի նշանակում, որ աշխարհը քանդվում է, դա չի նշանակում, որ կյանքը ավարտվում է։ Այսինքն համակարգ ենք մեր ներդնում, որ պետքա համակարգ ինքն էլ պետքա ադապտացվի եւ ադապտացվելու է որոշակի սխալների եւ բացթողումների արդյունքում, բայց մենք համոզված ենք, որ այսինքն սովորական ռեժիմով պետք է աշխատենք, չնայած կառավարությունը, առողջապահության նախարարությունը ամեն դեպքում կաշխատի արտակարգ ռեժիմով, այսինքն եւ կառավարության մակարդակով եւ նախարարության մակարդակով օպերատիվ խմբեր են ձևավորվել եւ ավելին մենք հունվարի 5-ին արդեն առողջապահության նախարարությունում կհավաքվենք ամփոփելու 2025 թվականի առաջնահերթությունների կատարման արդյունքները, առաջնահերթություններից մեկը առողջության ապահովագրության համակարգն է եւ տեսնել առաջին աշխատանքային օրով ոնց է աշխատում համակարգը, ինչ է անում եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ ինչ է իմ հիմնական ուղերձը, որ մենք սովորական վերաբերվենք, սա սև ուրփաթ չի։ Առողջապահության համակարգի սև ուրփաթ չի, որ հիմա հունվարի 5-ին ինչ հասցրինք, առնենք, էլ հետո չի լինելու, ոչ, սա ելնելու է այլևս միշտ։ Հետևաբար մենք մի հատ այդ COVID-ի ժամանակներից այդ բառը սովորել եմ։ Մենք մի հատ ինքներս մեծ տրիաժ պետք է անենք, հետո առողջապահության առաջնային համակարգը պետք է տրիաժ անի, այսինքն բան անի, հայերենով տեսակավորել ենք, լավ չի հնչում, դրա համար մյուս բառն եմ օգտագործում, այսինքն այն հին ժամանակներում առողջության ապահովար այս համակարգիները մենք ոնց ենք վերաբերվել, ասել ենք դե լավ, այսինքն միջև դանակը ոսկորին չի հասել, մենք բժշկի չենք դիմել, դա վատ է, բայց հիմա դանակը մի կիլոմետր հեռավորության վրա պետք չի բժշկի դիմել, պետք է հանդարտ պայմաններում թողել, որ համակարգը ծնվի, սկսի փխրուն քայլերով գնալ առաջ, պնդի, կայանա եւ այլն եւ այլն։ Առողջ մնալն ամենաէժան բանն է, կարծում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, եւ ծխելն է ծախս, եւ խմելն է ծախս, եւ շատ ուտելն է ծախս, առողջ մնալն ամենամատչելի բանն է, որ կարող ենք անել, ընդհանրապես ճիշտ վարքագծով, ասել է Արսեն Թորոսյանը։ Օրինակ վազելու համար փող պետք չէ, պետք է մի զույգ կոշիկ, որը 20,000 դրամ է։ Փորձենք այդ տեքստերը, բանաձևերը, առողջ ապրելակերպ եւ այլն դարձնենք ցույց տանք մարդուն, որ դա ավելի հաճելի է, քան թե այն ինչ որ մեզ թվում է, թե իրականում կյանքի հաճույքը է դա։ Այսինքն ծխելը կյանքի հաճույք է։ Բայց ես ասում եմ, երբ մարդ, որը ծխել է, ընդ որում տենց շատ է ծխել,
Ես ասում եմ դա հարգելին է, դա բացարձակապես այդպես չի։ Եվ հետեւաբար ընդ որում մենք էլ պետք է տեղից էլ պետք որ մենք հիմա պետք է ինչ-որ մի հատ սենց բան կա, լծակ կա, այդ լծակը քաշենք եւ այդ հարցը պետք է լուծվի։ Տենց էլ չի լինում։ Մենք շարունակաբար հետեւողական պետք է խոսենք, պետք է համակարգեր ստեղծենք, պետք է հիմա նույն առողջ ապրելակերպ ենք ասում, հա։ Մարզի բնակիչը առողջ ապրելակերպի ենթակառուցվածքի նույն հասանելիությունը չունի։ Եվ այդ է պատճառը, որ մենք բան ենք անում, որ մենք այդ մարզական կենտրոնների նախագիծն ենք անում, որպեսզի բոլոր տեղերում այդ հասանելիությունը լինի։ Համեցեք։ Կարճ բան ասեմ, պարոն վարչապետ, իրականում ստեմ փոքր գաղտնիք կա, առողջ մնալը ամենաէժան բանն է, ամենամատչելի, դրա համար փող պետք չի ընդհանրապես, ոչ է մարզասրահ է պետք, կրթություն է պետք մեզ ընդհանրապես դրա համար։ Կրթության համար է փող պետք։ Այո, կրթության համար պետք, իսկ մենք էլի հանգում ենք դրան, որտեվ սա պարզ գիտելիք է, որ երբեմն չունենք, որտեվ նույն ձեր բերած բոլոր օրինակները իրանք են ծախս, եւ ծխելն է ծախս, եւ խմելն է ծախս, եւ շատ ուտելն է ծախս, առողջ մնալը ամենամատչելի բանն է, որ մենք կարող անենք մեր պարզապես ճիշտ վարքագծով, որտեվ նույն սննդի այդ ընտրությունը, որ մենք երեխաներին պետք է սովորացնենք, ինչ սնունդ օգտագործեն եւ այլն, եւ այո դուք ճիշտ եք ասում, մարզական ենթակառուցվածքների մեջ ներդրում անելը լավ է, կարեւոր է, որտեվ այնտեղ մի քիչ ավելի բազմաֆունկցիոնալ են իրանք, լող եւ այլն եւ այդպես, բայց օրինակ վազելու համար փող պետք չի, մենակ կոշիկ է պետք, մի զույգ, որը 20000 դրամ է։ Մուժիկին պետք է մի զույգ կոշիկ։ Շողակաթ հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործի, որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Հիմնավորման մեջ նշվում է, որ լուծարման հիմք է հանդիսանում 2025-ի հոկտեմբերի 24-ի տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություն կատարելու օրենքը։ Հիշեցնեմ, օրենքում փոփոխություն անելու նախագիծն ընդունվել էր հոկտեմբերի 24-ին։ Փոփոխությամբ նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել, հասցնելով 2-ի։ Միևնույն ժամանակ վերացնելով կրթական մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Եվ այսպես վարչապետն այցելել է պետեկամուտների կոմիտե, հանդիպել գերատեսչության ղեկավար կազմին եւ աշխատակիցներին։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ հարկային համակարգը եւ պետական եկամուտներն այն ինստիտուտներից են, որոնք թերագնահատված են։ ՊԵԿ-ի կողմից եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշները պետության գործունեության կարևոր ցուցիչ են։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ աշխատակիցներին կատարած աշխատանքի համար, նաեւ Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին։ Երկրի ղեկավարն ընդգծել է ՊԵԿ-ի աշխատանքը խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակում, քանի որ գործունեության մեծ դաշտ է բացվելու։ Հարկերի հավաքագրումը նաև պետության գործունակության շատ կարևոր մի ցուցիչ է, որովհետև եթե այստեղ խնդիրներ կան, շոշափելի եւ էական, դա արդեն ինքնին ազդակ է, թե ինչքանով է տվյալ պետությունը գործունակ։ Եվ պետական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշները պետության գործունակության շատ կարևոր ցուցիչ են։ Իհարկե, այստեղ էլ կրկին չեմ մոռանում շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին եւ այո, այդ էլ է ճամփորդությունը գիտակցական, որ գալիս հանգում ենք նաեւ, որ այս process-ների մեջ ՀԴՄ կտրոն տրամադրող կամ պահանջող քաղաքացիները նույնպես շատ էական դերակատարում ունեն։ Այստեղ էլ հայեցակարգային հարցեր կան, որ մենք բոլորս դեռևս բավարար խորությամբ չենք գիտակցում, որ օրինակ հիմնականում շատ դեպքերում եւ առավելապես երբ որ մենք ցանկացած ապրանք գնում ենք, այդ ապրանքի հարկը արդեն ներառված է ապրանքի գնի մեջ։ Այսինքն մարդը, որ ուզենա, քաղաքացին, որ ուզենա, տվյալ դեպքում հարկը չի կարող չվճարել, որովհետեւ 100 դրամանոց ապրանքի հիմնականում 20 դրամը ավելացված արժեքի հարկն է։ Եվ խնդիրն այն է, թե քաղաքացին եւս մի փոքր ջանք կգործադրի, որ այդ արդեն իսկ վճարված հարկը գահացնի պետական բյուջետ, թե չէ։ Եվ ՀԴՄ կտրոնի տրամադրումը այս առումով է չափազանց կարևոր, եւ ես նաեւ մարդկանց կոչ եմ անում շատ տեղեր, երբ որ մենք գնում ենք, իհարկե հանրապետությունում շատ հարցեր լուծվել են, բայց շատ ավելի չլուծված հարցեր կա։ Երբ որ տարբեր բնակավայրերում, տարբեր ոլորտներում մարդիկ ասում են դե այս չկա, այն չկա, այն չկա, այն չկա, հասկանալիորեն ճիշտ են ասում, եւ ես ասում եմ եկեք վերադառնանք մեր նախորդող չգիտեմ որ ժամանակաշրջան եւ տեսնենք մեզնից յուրաքանչյուրը
քանի անգամ որ առևտուր արել եւ հեռացել է առած ՀԴՄ կտրոնի։ Ենթադրենք դրա մի որոշակի ծավալ այնուամենայնիվ տնտեսվարողը բարեխիղճ գտնված կլինի եւ ՀԴՄ կտրոն թողարկած կլինի, բայց համոզված եմ, որ մենք յուրաքանչյուրը մեր նախորդող ՀԴՄ համակարգի ներդրման օրից համոզված եմ հազարավոր, տասնյակ հազարավոր այդպիսի դեպքեր, մեզնից յուրաքանչյուրը ինձնից սկսած, այդպիսի դեպքեր ունեցել ենք, որ դուրս ենք եկել մտնելով չենք անցել։ Հիմա որտեղ տեսնում ենք չլուծված հարց, ցանկացած ոլորտում մենք պետք է հետ գնանք եւ հիշենք։ Եվ մտովի պատկերացնենք, դա պետական եկամուտ տրիլիոնավոր դրամների մասին է խոսքը, որը մենք մի փոքր ջանք չենք գործադրել, որ դրանք հասնեն պետական բյուջե։ Այս առումով շատ կարևոր եմ համարում նաև, որ մենք չարհամարենք եւ հասցեագրենք այն ահազանգերը կամ բողոքները, հիմա նաև երբեմն քաղաքական շարժման տրամաբանությամբ խոսվում է, որ մենք հարկային տերոր ենք անում եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ այստեղ նախ կարևոր է, որ ջերմուկում տեղ ունեցած վերջին աշխատաժողովի ընթացքում մենք այս խնդրին անդրադարձանք, գործարար համայնքի հետ այս հարցերը քննարկեցինք եւ սկզբունքը այո, այդպեսին է, մեր քաղաքական մոտեցումը այսպեսին է, որ մենք ակնկալիք չունենք, որ որևէ մեկից մի լումա ավել թեկուզ հարկ վերցնենք, բայց մենք հնարավոր չենք համարում, որ մեկից մի լումա պակաս հարկի գանձումը եւ սա կարևոր խնդիր է, որ մենք պետք է լուծենք։ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը շարունակվել է այսօր։ ՎԿ-ի 4 ամիս տևած հարցաքննությունն ավարտվել է։ Հիշեցնեմ, Աշոտյանն ու Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ $100,000 գույք հափշտակելու համար։ Նրանց մեղադրում են ծովասար հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը։ Շատ կարևոր հարցաքննություն էր, շատ եմ ցավում, որ դատարանը կիրառում է այն կարգը, որ քաղաքացիների համար հասանելի չէ այս հարցաքննությունը, հատկապես ուղիղ եթերով, միայն ձայնագրության ձևով, ամեն դեպքում մենք պարզեցինք շատ կարևոր հանգամանքներ, որոնք հետագայում մենք նաև մեր ելույթում ենք օգտագործելու, ամեն դեպքում իմ պատկերացմամբ ոչ միայն մեղադրական բնույթ չէր կրում ՎԿ-ի հարցաքննությունը, այլև որոշ հանգամանքների մասով ուղիղ արդարացման բնույթ էր կրում։ Այս նիստերը նրա մասին է, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ ժամանակին տարիներ առաջ տվյալ պահի քաղաքական նպատակարարություններից ելնելով եղել է որոշում քրեական հետապնդում հարուցելու, քաղաքական հետապնդում ավելի ճիշտ հարուցելու քրեական գործի տեսքով եւ տեսեք, քանի տարի ենք մենք այս քաղաքական որոշման ձեռքում, այս քաղաքական որոշման, այսպես ասած, գերին հանդիսացել եւ անգամ եթե մի տարի հետո, 2 տարի հետո մենք ունենանք, ինչը մենք շատ հստակ ակնկալում ենք, արդարացման դատականակ, մարդիկ նույնիսկ մոռանալու են, որտեղ հիմա մենք ունենք տասնյակ քաղաքմարտիկալներ, հիմա մարդիկ կենտրոնացած են եւ ճիշտ են անում, որ կենտրոնացած են այդ մարդկանց նկատմամբ ունենք 4 եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս բանտարկված, ունենք խոսքի ազատության համար բանտարկված մեդիագործիչներ, ունենք ազգային բարերար բանտարկված, այսինքն հիմա մարդիկ դրա մասին են մտածում։ Եվ այս քրեական հետապնդումների, քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումների առանձնահատկությունն է, որ մարդիկ սկսում են մոռանալ։ Իսկ բուն գործը նրա մասին էր, որ տեղի էր ունեցել գործարք, որը որ մեղմ ասած բժշկական համալսարան եւ բժշկական համալսարանի կոլեկտիվի համար ոչ թե վնասակար չէր, այլև շատ օգտակար էր, մինչեւ հիմա դրա այդ գործարքի արդյունքներից մարդիկ օգտվում են, այսինքն աշխատանք էր ձեռք բերել, մինչեւ հիմա հանգստանում են, դա սեփականություն է, դա որևէ մեկը չի կարող բժշկականի եւ նրա աշխատողների ձեռքից առնելի տարբերությունն այլ բաների, որոնք որ ուղղակի հատկացվում էին, բայց մարդիկ դատվում են։ Շարունակենք, Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, այս մասին այսօր ասուլիսում հայտարարել է Արամ Մանուկյանը։ Կուսակցության անդամները ներկայացրել են ընտրությունների մասնակցության ձևաչափը, նշել, որ առանձին են մասնակցելու 2026-ի խորհրդարանական ընտրություններին։ Ասուլիսում խոսել են ներկա մարտահրավերների ու իրական խաղաղության իրենց ռազմավարության մասին։ Մենք առաջարկում ենք շատ կարևոր մի ծրագիր, որով մենք կարծում ենք հնարավոր է հաստատել իրական խաղաղություն։ Դա հյուսիս-հարավ երկաթուղու կառուցումն է։
մենք հասկանում ենք, որ դա պետք է դառնա մեր ազգի ստրատեգիական նպատակներից մեկը։ Դուք տեսնում եք հիմա քարտեզի վրա այն առաջարկը եւ օգոստոսի 8-ին ստորագրած այն համաձայնագրի առարկան, այսպես կոչված TRIP միջանցքի ստեղծումն է, որը ունի մեր կարծիքով մի քանի թերություններ։ Ես ուզում եմ ասեմ ձեզ, որ մենք իրականում լինելով պատասխանատու քաղաքական ուժ հաստատում ենք, որ գալով իշխանության մենք ինչքան էլ դժգոհ լինենք ձեռք բերված պայմանավորվածություններից, մենք այնուամենայնիվ մեր միջազգային Հայաստանի ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունները կատարելու ենք։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ այս ծրագիրը շատ թերի է։ Առաջին, նա ստեղծում է աշխարհաքաղաքական բախում, որովհետև դուրս են մնում պետություններ, որոնք լուրջ աշխարհաքաղաքական շահեր ունեն այս ռեգիոնում, եւ այս ծրագիրը միակողմանի ծառայում է որոշ գերտերությունների շահերին, իսկ շատ գերտերություններ, այդ թվում Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը դուրս են շպրտված այս կարգավորումից եւ դա ստեղծում է աշխարհաքաղաքական լարվածության ական։ Երկրորդ խնդիրը TRIP-ի հետ կապված այն է, որ եթե սա իրագործվում է, Հայաստանի բոլոր կոմունիկացիաները ըստ էության հայտնվում են կախվածության մեջ Ադրբեջանից։ Եվ մենք ենթարկվելու ենք բազմաթիվ ճնշումների Ադրբեջանի Հանրապետության կողմից, եւ քաղաքական, եւ տնտեսական։ Եվ այսպիսի կարգավորումը ի վերջո կարա դառնա Ադրբեջանի համար լուրջ գործիքակազմ, որով իրենք մեր վրա կպարտադրեն եւ իրենց տնտեսական շահը եւ նաեւ շատ մեծ համար սպառնալից քաղաքական պահանջների իրականացումը, ինչպիսին է օրինակի համար ժողովրդագրական իրավիճակի փոփոխության պլանը, որ Ադրբեջանը ունի եւ որն է ընկած հենց իրենց այն պահանջների հիմքում, որով իրենք հիմա պահանջում են, որ 300,000 ադրբեջանցիներ վերադառնան իրենց ասած արևմտյան Ադրբեջան։ Շարունակ ենք Պաշտպանության նախարարության Էնզորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը պահեստապետի հետ նախնական համաձայնությամբ իշխանական եւ ծառայողական լիազորություններն օգտագործելով խմբով կատարել են խոշոր չափի դիզելային վառելիքի հափշտակություն։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է Զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը 700 լիտր դիզելային վառելիքի ավելցուկը չի մուտքագրել պահեստ, այլ վաճառելու եւ գնորդ գնելու նպատակով դիմել է դասակի հրամանատարին, որից հետո վառելիքը գնորդի մեքենայով դուրս է բերվել Զորամասից ու վաճառվել։ Գումարը բաժանել են։ Հետո նույն մեքենայով փորձել են Զորամասից դուրս բերել եւս 2 տոննա վառելիք, դարձյալ վաճառելու նպատակով, սակայն խմբի անդամները հանցավոր արարքը չեն կարողացել ավարտին հասցնել, քանի որ պահեստապետը ձերբակալվել եւ տեղափոխվել է հակակոռուպցիոն կոմիտե։ Նույն մեղադրանքներ են ներկայացվել Զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալին եւ պահեստապետին։